Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի Պարս սիմֆոնիան նոյեմբերի 22-ին հենց կոմպոզիտորի ծննդյան 100-րդ տարեդարձի օրը կատարվեց բարդ եւ էքստրեմալ պայմաններում։ Էդուարդ Միրզոյանի անվան քառյակը աշխարհում ամենաերկար հետադարձելի տաթևեր ճոպանուղում 320 մետր բարձրության վրա ճամփորդելիս Որոտանի կիրճի վրայով հանդես եկավ բացառիկ համերգով։ Համերգի վայրն ու կատարողները պատահական չէին ընտրված։ Դեռ 1965 թվականին Բենջամին Բրիտենն այցելել է Հայաստան, եղել Սյունիքում ու հիացել բնությամբ։ Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի ջանքերով այդ օրերին Հայաստանում կազմակերպվեց Բրիտենի օրերը Հայաստանում փառատոնը։ Բրիտենի ծննդյան 100-րդ տարեդարձին նրա սիմֆոնիան Սյունիքում հնչեցրին Միրզոյանի քառյակի ջութակահարներ Արամ Ասատրյանն ու Սոնա Ազարյանը, թավջութակահար Վահան Գրիգորյանը եւ ալտահար Արմեն Թորոսյանը։ Համերգի ավարտին երաժիշտները խոստովանեցին. Էքստրեմալ երևի կատարումներ մեր կոլեկտիվի։ Երբևիցե sense բան երևի չգիտեմ որևէ քառյակ կա որ արելախե չէ ցուրտ անձրև մառախուղ Երաժիշտները նշեցին չնայած պարզ անվանման Բրիտենի սիմֆոնիան չափազանց դժվար ընկալելի է ոչ պատրաստված լսարանի համար։ Իր կվարտետային երաժշտությունը բավականի բարդ են։ Ջութակահար Սոնա Ազարյանը ասում է, որ հաճույքով եւս մեկ անգամ բեմը կփոխարիներ ճոպանուղով, թեև ցուրտ էր ու մառախուղ։ Ես թվում է ոչ միայն մեր կատարումներ առաջի անգամ, այլ ընդհանրապես որևէ լարային քառյակի կատարումներ առաջի անգամ նման պայմաններում հետաքրքիր տենց։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում բրիտանական խորհուրդը 1965 թվականին մեր երկիր կատարած այցելությունից հետո աշխարհահռչակ Բրիտենը այնքան էր տպավորված Հայաստանում, որ հայտարարեց. Հայաստանը կմնա մեր սրտերում։ Այս համերգով կազմակերպիչները պատասխանում են, որ Բրիտենն էլ մնացել է մեր սրտերում։